Հայաստանի Հանրապետությանը եւ մեր ժողովրդին պետքա որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։ Մեր նշաձողը 65%-ն է այս ընտրություններում։ Փաշինյանի մոտիվացիան բնավային չէ, որ ինքն ու իր փոքրիկ խմբակը պետք է սպասարկեն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը։ Նա սպասարկում է ընդհանրապես այն աթոռը, որի վրա իրեն բերել եւ դրել են, նա փորձում է երկարաձգել իր քաղաքական կյանքը, բայց ապարդյուն։ Ավարտը 7 սարերի հետևում չէ։ 2018-ին նա իշխանության բերվեց մի ուժային կենտրոնի կողմից, որն առավել հայտնի է գլոբալիստներ կամ խորքային պետություն անվանումով։ Փաշինյանը մանևրում է ուժային կենտրոնների միջև, որովհետև իր համար մեկ խնդիր կա՝ իշխանությունը պահելը։ Ուժերի հարաբերակցության փոփոխման, համաշխարհային գործընթացների, ազդեցության ոլորտների վերաբաշխման, պատերազմների բովում, բազմաբևեռ աշխարհի ցավոտ երկունքով գործընթացում Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ցանկացած պահի որ բևեռը, որ ուժային կենտրոնն իր քաշային կարգը որքանով ավելացրեց, որքանով հաջողություններ ունեցավ քարոզչական, տնտեսական, ռազմական, քաղաքական մրցակցության մեջ։ Ըստ այդմ նա փորձում է իր քայլերի ամբողջ տրամաբանությունը խարսխել այդ իրողությունների վրա։ Նախորդ 3 նախագահներն իրենց տրված հնարավորությունների սահմաններում հաշվի առնելով Միացյալ Նահանգների միակ գերհզոր տերության կարգավիճակը, որը ֆիքսվել էր 1991 թվականին, այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության հետ որոշակի տնտեսական, քաղաքական, ռազմական համագործակցություն էին իրականացնում։ 3 նախագահներն իրենց տրված հնարավորությունների սահմաններում անում էին առավելագույնը։ Փաշինյանը գնում է այն ճանապարհով, որ փորձ է անում, որ իրեն չի հաջողվելու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ 300,000-անոց ադրբեջանական համայնքի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հարցը չեզոքացնել հետեւյալ պրիմիտիվ առաջարկով, որ եկեք դուք դրա մասին մի խոսեք, մենք էլ չենք խոսի Արցախահայերի վերադարձի մասին։ Հաջողվելու է Փաշինյանի նման բան։ Բնականաբար ոչ։ Ասել է, հիմա էլ չի ասի եւ ինչ որ մի ժամանակ հետո էլ նույնիսկ կմոռանա ու դրան հակառակ կգործի։ Երբ Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, խնդիրը համաշխարհային բացարձակ տիրապետությունը նաև միստիկ հոգևոր եւ դե յուրե իմաստով ամրագրելն էր։ Այսինքն աշխարհում պետք է ստեղծվեր մի իրավիճակ, ըստ որի Երուսաղեմում պետք է վերականգնվեր Սողոմոնի 3-րդ տաճարը, եւ գլոբալիստների ղեկավար ներկայացուցիչը, որն ամենայն հավանականությամբ պետք է լիներ Մեծ Բրիտանիայից, պետք է կարգվեր որպես համաշխարհային կառավարիչ եւ փրկիչ ըստ հրեաների եւ նստեր Սողոմոնի տաճարում։ Այն գործընթացը, որը հիմա գնում է Իսրայելում, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը իր միստիկ հոգևոր տարրով պայմանավորված է հենց դրանով։ Իսրայելի 15 միլիոն քաղաքացիներից 7.5 միլիոնը իսլամադավան են, որոնց ճնշող մեծամասնությունը պաղեստինցիներ։ Սողոմոնի 3-րդ տաճարը պետք է կառուցվի Ալ-Աքսա մզկիթի տեղում, այն պետք է կամ քանդվի ու տեղափոխվի, կամ պայթեցվի ու ոչնչացվի։ Դա նշանակում է պաղեստինցիների առնվազն կենաց մահու կեցվածքը Իսրայելի եւ այնտեղ ապրող հրեաների դեմ։ Դրա համար նրանց հարցը պետք է լուծել։ Հետխորհրդային տարածքի երկրներում հավաքական արևմուտքը կոնկրետ շահեր ունի։ Օրինակ Ուկրաինայում պատահական էր Զելենսկուն բերելը, հայտնի թմրամոլ, միասեռականության քարոզիչ, հակառուս եւ այլն։ Սա հաշվի առնելով այդ անձին բերեցին։ Կամ ասենք Մոլդովայի կին նախագահի դեպքում ակնհայտ է նրա գրագիտության 0 աստիճանը, Ռումինիային եւ ՆԱՏՕ-ին ծառայելու խիստ պատրաստակամությունը։ Հետխորհրդային տարածքի երկրներից միջինասիական հանրապետություններում, հաշվի առնելով այն, որ դրանք արևելյան միապետական կառավարման մոդելի կրող են, դնում են անձանց, որոնք իրենց ձեռքում են հավաքում ամբողջ իշխանությունը։ Այնտեղ Եվրոպան մուտք չունի։ Այդ առումով 2018-ին Փաշինյանը գտնված անձ էր։ Դա մի քիչ պատրանք է Փաշինյանի կողմից, որ անընդհատ այս դրսից տղա բերելու կամ կալասի դեպքում աղջիկ, բայց էլի տղա ընդհանուր առմամբ, հա, փողոցային ժարգոնով եթե ասենք դրսից տղա բերելու այս մոտեցումը կարծում եմ շատ չնչին ազդեցություն ունի, որովհետև մարդիկ ի վերջո իրենց ընտրությունը կատարելու են ելնելով իրենց կենսական պահանջներից, իրենց ընկալումներից, կենսական այսպես ասած կարիքներից։ Մարդիկ արդեն 8 տարի ապրելով այս իշխանության օրոք, եթե ինչպես ասեմ, իշխանությունը շատ ավելի լավն է լիներ, մարդիկ հոգնած կլինեն, որովհետև ի վերջո մարդիկ ցանկացած իշխանությունից են հոգնում։ Կարևորագույն երկրներում, որտեղ շահերի բախում կա, եւ դա կարևոր է քաղաքական, տնտեսական, ռազմական, լոգիստիկ, ենթակառուցվածքային, տրանզիտային առումով, իշխանության են բերում անձանց, որոնք կառավարումից որպես կանոն ունեն 0 գիտելիք։ Նրանք ունեն 0 կրթություն եւ փորձառություն, 0-ական արդյունք են ցուցաբերում, բայց որպես կանոն կառավարվում են կոմպրոմատներով։ Փաշինյանն էլ է այդպիսին։ Հաշվի առնելով այդ անձանց փառասիրական նկարտումները, մեծամտությունը, նրանց հաջողում են հավաքագրել, բերել եւ պահել իշխանության կոմպրոմատների ուժով։ Դա պետք է խափանվի եւ հնարավորինս շուտ։
Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։